Այսօր մեզ է միացել Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, բարև ձեզ։ Օրն սկսվեց հրադադարով։ Այո, լավ է ասել, որ միգուցե ոչ այդքան կայուն, բայց այնինչ որ տեղի ունենում մերձավոր արևելքում, որոշ զգուշավոր լավատեսության հիմքեր տալիս է։ Հա, ինչու են այսքան կասկածանքով վերաբերում այդ հրադադարին։ Որովհետև մի կողմից բոլոր ներգրաված երկրները թվում է թե ուզում են գնալ հրադադարի, քանի որ տարբեր ձևով կամ ունեն հնարավորություն ասելու, որ հաղթել են պատերազմում, կամ արդարանալու, թե չեն պարտվել պատերազմում։ Մյուս կողմից նաև հասկանալի է, որ հասնելով ամեն մի կողմ իր նպատակներին, դրա հետ մեկտեղ նաև գլխավոր խնդիրները մնում են։ Հրադադարի ռեժիմը, եթե այսպես մնա եւ եթե չվերականգնվեն դիվանագիտական գործընթացները, պայմանավորվածները, պարզ է, որ ուշ թե շուտ խախտվելու է։ Դե ձեր նշած ավելի շատ երևի առնչվում է Իսրայելին, քան Իրանին, չէ՞։ Իրանը այդ խնդիրը չունի ներսում խոսել իր Իրանը նույնպես որոշ չափով այդ խնդիր ունի, որովհետև մենք տեսանք, որ իսկապես շատ լուրջ հարվածներ կրեց Իրանը եւ հետախուզական, եւ անվտանգային, եւ ռազմական առումով, հատկապես առաջի օրերի ընթացքում, բայց նույնիսկ կարելի ասել, որ ռազմավարական նոկդաունի էր հասցվել Իրանը, բայց մյուս կողմում մենք տեսանք, որ հետագա շրջանում կարողացավ պահպանել եւ ռազմական կառավարման եւ պետական համակարգի կայունությունը, չնայած որ որոշ, ասենք, փորձագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ բավականին հորատեսական ինչ-որ պատկերացում ունեն, բայց իշխող վարչակազմը կայունությունը ապահովեց եւ այս պայն պարզ է, որ Իրանին անհրաժեշտ էր այսպես կոչված որոշ հրադադար, որ փորձի ոտի կանգնել եւ կայունացնել իրավիճակը եւ ռազմական տեսանկյունից եւ քաղաքական։ Իսկ եթե փորձենք մի փոքր անկողմնակալ աչքով դիտարկել, ով զիջեց։ Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը ոչ միայն զիջելու մասին է, այլ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծվեց իրականություն, որը արտացոլում է ուժերի հնարավորությունները։ Այսինքն մենք տեսանք, որ այո, Իսրայելը բավականին տպավորիչ կամ նույնիսկ աննախադեպ հնարավորություններ ցույց տվեց եւ հետախուզական, եւ ռազմաօդային ուժերի կողմից, բայց նաեւ ի վիճակի չէր թվում է թե շարունակելու այդ երկարաժամկետ հյուսման պատերազմը, որովհետեւ այդ ասենք ցավային շեմը Իսրայելի համար ավելի բարձր է, քան Իրանի։ Իրանը բավականին լուրջ խոցելի, ասենք, խոցելի տեղեր եւ անվտանգային եւ պաշտպանական առումով ցուցաբերեց, իսկ Միացյալ Նահանգները փորձեցին ներգրավելով բավականին, ասենք, չափավոր եւ միգուցե նաեւ կոորդինացված նույնիսկ իր հակառակորդների հետ ֆորմատով փորձեցին գլխավոր դերակատարի կամ գլխավոր ռազմաքաղաքական դերակատարի դերը վերականգնել մերձավոր արևելքում, որ գոնե այս պայն առավել եւս հաշվի առնելով պարոն Տրամփի ունակությունները աշխատելու ինֆորմացիոն դաշտում բավականին հաջող այդ իմաստով նա զարմացնում է։ Այո։ Մյուս կողմից պատերազմի մասին կողմերի ինֆորմացիան իրական պատկերը չէր տալիս։ Բոլոր պատերազմների դեպքում հասկանալի է, որ կա իրականություն ոնց որ գետնի վրա կամ օդում եւ կա ինֆորմացիոն իրականություն, որը որ բոլոր կողմերը փորձում են օգտագործեն, փորձում են ինչ որ մի ձևով տարբեր մեկնաբանել եւ այստեղ ոչ միայն Իրանի մասին է խոսք գնում, այլ նաեւ Իսրայելի, որտեղ որ թվում է թե գրաքննությունը նույնիսկ ավելի ուժեղ էր, քան Իրանում, հատկապես վերջի շրջանում, իսկ Միացյալ Նահանգների քարոզչական ինժեներինգի մասին ընդհանրապես կարծում եմ իմաստ չունի խոսել։ Իսրայելը երևի հասկացավ, որ հակամարտությունը տևական հակամարտության վերաճելու վտանգի առջև է կանգ առավ։ Գիտեք, ես ուզում եմ համեմատել անգամ ուկրաինական ճգնաժամի այդ նախնական փուլի հետ, երբ ամեն ինչ ավարտվելու էր մի քանի օրում, բայց
4-րդ տարին է ընթանում այդ պատերազմը։ Գիտեք, այն նպատակները, որոնք որ դրել էին Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սկզբնական նպատակը դա այդպես կոչված միջուկային եւ massամբ հրթիռային, ասենք, միջոցների ոչնչացումը Իրանի եւ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումը, եթե կարելի ասել։ Massամբ դա հնարավոր եղավ անել, չնայած որ մենք չունենք վերջնական պատկեր, թե արդյոք իսկապես Իրանի ամբողջ միջուկային ծավալը ոչնչացվել է, կան լուրջ կասկածներ, որ եւ այդ հարստացման միջոցները եւ հարստացված ուրանի պաշարները մեծ հավանականությամբ չեն գտնվել այն վայրը, որ ոչ թե նույնիսկ Իսրայելի, այլ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերն են հարձակել, բայց դրա հետ մեկտեղ նաև գլխավոր տարբերությունը, որ նպատակը դա էր եւ եթե արդյունքում որպես ացանցալ նաև հնարավոր լիներ Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխություն իրականացնել, դա բնականաբար դրական շատ կարևոր ազդակ կլիներ, բայց դա տեղի չունեցավ։ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի նպատակը ի սկզբանե այլ էր, նպատակը դա ամբողջ քաղաքական ռեժիմի փոխելն էր եւ երկիրը ոնց որ կոնտրոլի տակ վերցնել էր։ Եվ դա ոնց տեսանք 4 տարի առաջ գրեթե տեղի չունեցավ։ Այսինքն այս դեպքում ԱՄՆ հարվածը որոշեց ելքը։ ԱՄՆ-ի հարվածը բացեց դուռ հրադադարից։ Չնայած եւ երկրորդ զգուշացնում է Թրամփը, որ մենք երկրորդ անգամ նույն քայլին չենք գնա։ Դե մենք պիտի հասկանանք, որ Թրամփը արեց այն, ինչ որ արեց, ասելով, որ իսկապես ոչնչացրել է միջուկային ծրագիրը Իրանի, ելի եմ կրկնում, մենք չենք կարող 100% ասել, որ դա այդպես է, թե չէ, բայց խաղի կանոնները մերձավորալուք եւ դա առաջի անգամը չի, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը նմանատիպ ոնց որ անուղակի պայմանավորության մեջ են մտնում, ես կարող եմ հիշեցնեմ օրինակ հայտնի գեներալ Սուլեյմանի ոչնչացումը եւ Իրանի արձագանքը, այսինքն կան որոշ սահմանափակումներ, որոնք որ կողմերը փորձում են պահպանել, որտեղ նաեւ Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ իրանք իսկապես աշխարհի շարունակում են մնալ վճռական եւ սովորական սպառազինությունով ամենաառաջատար երկիրը, բայց Միացյալ Նահանգները չեն ուզում ներմուծվել, ներքաշվել երկարաժամկետ ռազմական գործողությունների, առավել եւս եթե դա խոսքը գնա այսպես կոչված ցամաքային օպերացիային։ Նեթանյահուն ասում է Իսրայելը մենք հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին։ Իշխանությունը փրկելու կամ իշխանությունը պահելու հայտարարություն է սա, թե իսկապես։ Գիտեք, բոլոր 3 դերակատարների քայլերում, վճռականության ցուցաբերելում, գործողություններում առաջնահերթը իհարկե ներքաղաքական այդ գաղափարներն են։ Հասկանալի է, որ կան ազգային անվտանգության, պաշտպանական եւ այլ, ասենք, առաջնահերթություններ, բայց հասկանալի է առաջերտին, որ օրինակ պարոն Թրամփի դեպքում առաջնայինը դա ներքաղաքական է։ Նետանյախուի դեպքում կարծում եմ նույնպես դա կարևոր դեր է խաղում, իսկ Իրանի դեպքում հասկանալի է, որ գլխավոր խաղակարտը կամ գլխավոր խնդիրը, որ փորձում էր լուծել ռեժիմը, դա ռեժիմի կայունությունը ապավելն է։ Ինչ է կարծում, Իրանը իսկապես կգնար Հորմոզի ջրանցքի փակմանը, եթե ավելի սրվեր։ Ну, իրականում այստեղ կան զսպող մեխանիզմներ, սկսած հենց Իրանի համար, որովհետև հասկանալի է, որ նույն Իրանի համար նավթային, ասենք, էքսպորտի մեծ մասը հենց այդ ճանապարհով գնում, կար նաև Իրանի գլխավոր դաշնակցի եւ աջակցողի Չինաստանի կարծիք այս հարցում հասկանալի է, բայց թվում է թե հարցը դրան չէր գնացել, որտեղ նաեւ հասկանալի էր, որ այդ դեպքում Իրանը անխուսափելիորեն պիտի սպասեր ավելի ուժգուն Միացյալ Նահանգների ներգրավվածությանը ուժային, որը որ պարզը որ Տեհրանը փորձում էր խուսափել, ինչը որ նաև տեղի ունեցավ այսպես կոչված այն պատասխանի ձևով, որը որ տեղի ունեցավ եւ որը որ հնարավորություն տվեց պարոն Թրամփին շնորհակալություն հայտնել Իրանին։ Հրադադարը ճգնաժամի հաղթահարում չէ։ Դա պարզապես նոր իրավիճակի, նոր
ստատուս քվոյի, համոզված եմ ժամանակավոր ստատուս քվոյի ձևավորումը, որը կարող է էլի վերաչել, որը որ կարա վերականգնվի նոր ռազմական գործողությունների տարբեր ինտենսիվությամբ, հատուկ գործողությունների եւ հետախուզական ծառայությունների նոր ասենք մրցակցությամբ չափազանց կարևոր է թե արդյոք որպես նախապայման կամ որպես նախադրյալ արդյոք այս գործընթացը չի բացի ճանապարհ նոր դիվանագիտական բանակցություններին, թե ոչ, որի ներգրաված կլինեն ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ Եվրոպան եւ միգուցե նաեւ Ռուսաստանը, որտեղ հիշեցնեմ նաեւ 14-15 թվականին այդ հայտնի իրանական պայմանավորության եւ նախորդ բանակցությունում Ռուսաստանը նույնպես ներգրաված է որպես երկիր, որը որ իրագործում է նաեւ խաղաղ միջուկային ծրագիր Իրանում եւ որոշ չափով կարա որոշ մասով տեխնիկական միջուկային մասով նաեւ երաշխավորի դեր կատարի։ Դե հրադադարից մեկ օր առաջ Իրանի արտգործնախարարը Մոսկվայում էր։ Ես կարծում եմ, որ գլխավոր պատճառներից մեկը բացի այն ասենք հրապարակային հայտարարություններից եղել է հենց միգուցե այդ հարցի քննարկումը, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կարա կրկին ներգրավի այս գործընթացում որպես միջուկային, ասենք այդ վառելիքի երաշխավոր երկիր կամ որևէ այլ ֆորմատներով եւ նաեւ ես չեմ բացառում միգուցե նաեւ Մոսկվան ծոցի երկրների հետ մեկտեղ նաեւ փորձում էր աշխատել կամ կարար աշխատել որպես կոմունիկացիոն խողովակներ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Ռազմական օգնությունը բացառելու։ Ես իրատեսական չեմ համարում, որ առաջինը Ռուսաստանը պատրաստ էր դրան գնալ, հաշվի առնելով այն, որ խոսքը գնում է ոչ թե Իրանի մասին, այլ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Ռուսաստանի համար կարևոր են ավելի կարևոր առաջնահերթության ուկրաինական ասենք ճգնաժամի շրջանակներում եւ երկրորդը ես դժվարանում եմ ասել թե նույնիսկ ցանկության դեպքում արդյոք Ռուսաստանը վիճակի է մատակարարել Իրանին այն զինատեսակները, որոնք որ հենց Ռուսաստանին են պետք ուկրաինական ռազմաճակատում առաջին հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների մասին է խոսքը։ Հիմա հրադադարի ազդեցությունը ռեգիոնալ իմաստով փորձենք պատկերացնել։ Ինչ վարկագիծ կդրսևորեն հենց տարածաշրջանում ապրողները։ Գիտեք, ինձ թվում է, որ հենց այսօրվա առավոտվա ասենք վիճակով, եթե մենք փորձենք դիտարկենք այս աշխարհակահական բալանսը կամ ռազմաքաղաքական բալանսը մեր տարածաշրջանում, հասկանալի է, որ այս հրադադարի ռեժիմի հաստատումը բավականին նվազեցնում է այն ռազմական սպառնալիքների ուրվականը, որի մասին շատերն են խոսում նաև ասենք Հայաստանում, հասկանալի է նաև այո, Իրանը բավականին ասենք լուրջ վնասներ է կրել, բայց նաև չափազանց զայրացած ունի եւ հասարակություն եւ քաղաքական էլիտա եւ նաև այն արձագանքները, որոնք որ երեք մենք նաև տեսանք ուղղված Ադրբեջանին եւ Ադրբեջանի հնարավոր եւ նույնիսկ տեսանելի անմիջական աջակցությանը Իսրայելի հետախուզական եւ ռազմաօդային հարվածներում կարծում եմ որոշ լուրջ դեր կխաղան նաև Բաքվի ռազմաքաղաքական այդ հաշվարկներում։ Դե դեռ հրադադարի մասին խոսելը վաղ էր, բայց իրանական աղբյուրներն արդեն խոսում էին կասկածյալ երկրների մասին ընդդեմ Իրանի, այդ թվում էր նաև Ադրբեջան։ Այո, ոչ միայն Ադրբեջան, բայց Ադրբեջանի դեպքում մենք շատ լավ հասկանում ենք, որ Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունների մեջ ներառում է ոչ միայն տնտեսական, էներգետիկ, այլ նաև ուղղակի ռազմատեխնիկական եւ հետախուզական աջակցությունը։ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում իհարկե։ Երեք երևի այսպեսի ավարտ չեն սպասում Բաքվում, փակեցին սահմանը Իրանի հետ։ Եթե ունեք այդ տեղեկությունը, գիտեք, երկար ժամանակ, երկար տարիներ Ադրբեջանը մեր մեղրին աշխատում է այսօր։ Մեր մեղրին աշխատում է, Ադրբեջանի ցամաքային սահմանը նույնպես երկար տարիներ կոവിഡ്ից հետո փակ էր, ոչ միայն Իրանի հետ, եւ նաեւ որոշ բացառություններ արվում հատուկ ինչ որ էվակուացիոն գործողություններ, օրինակ ես գիտեմ, որ մի քանի օր առաջ ռուսական փորձագիտական եւ գիտական լուրջ խումբ
Իրանից Ադրբեջանով մեկնել էր Մոսկվա, երբ որ սկսվեցին ռազմական գործողությունները։ Ադրբեջանը 5 տարի է ինչ լիակատար խաղաղության մեջ է, սա թարմ հայտարարություն է Ալիևի կողմից։ Ինչն է ստիպել արձագանքել այսպիսի հայտարարության։ Հասկանալի է, որ Ադրբեջանը մի կողմից ինչ վերաբերում Հայաստանին կփորձի շարունակել իր ճնշման եւ սպառնալիքների քաղաքականությունը, մյուս կողմից նաեւ ոնց որ նշեցի, Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այո, Իրանը բավականին լուրջ վիրավոր նոկդաունում գտնվող երկիր է, բայց դրանից ոչ պակաս կամ կարելի ասել նույնիսկ ավելի վտանգավոր կարող լինի, եթե որևէ ինչ-որ բացասական զարգացումներ տեղի ունենան, հաշվի առնելով նաև այն արդեն իսկ տեսանելի հանգամանքը, որ Ադրբեջանը իսկապես ուղղակի աջակցել է Իսրայելին այս գործողությունների ժամանակ։ Այսինքն այսպիսի հանգուցալուծումը հիմա ում էր ավելի շահեկան։ Եթե առաջերտին այս հանգուցալուծումը շահեկան է Իրանին եւ Միացյալ Նահանգներին, հասկանալի է, որ Միացյալ Նահանգների դեպքում պարզապես պարոն Տրամպը յուրաքանչյուր իրավիճակ, յուրաքանչյուր խնդիր կամ նույնիսկ յուրաքանչյուր իր անհաջողություն ինֆորմացիոն դաշտում ներկայացնում է որպես իր հերթական լուրջ հաջողությունը, որը որ բերելու է նոր լուրջ ձեռքբերումների եւ հաջողությունների։ Բայց Իրանի դեպքում դա կարեւոր է, որովհետեւ իսկապես Իրանին չափազանց կարեւոր է վերականգնել ուժերը, վերալիցքավորել իր ուժային եւ անվտանգային պոտենցիալը, որը իսկապես շատ լուրջ կորուստներ է կրել։ Այս հակամարտության ամենաթեժ պահին Նախիջևանում զորավարժություններ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական։ Իրանն էր պատճառը։ Գիտեք, Իրանն էր պատճառը, բայց մի քիչ այլ տեսանկյունից նույնպես ես կարող ասեմ, որ միգուցե դա նաև որոշ չափով պրևենտիվ իմաստ է, որովհետև նրան մասնակցում են նաև ոչ միայն զինվորականները, այլ նաև ռազմական ատաշեները եւ դիտորդները այլ երկրներից, եւ նրանց ներկայությունը որոշ չափով նաև միգուցե ուղերձ է ուղղված Տեհրանին, որ որևէ ռազմական սպառնալիքներ նման իրավիճակում դժվար թե պետք է սпасել ասեք Ադրբեջանից, բայց մյուս կողմից նաև հասկանալի է, որ նմանատիպ ռազմական զարգացումների ժամանակ բոլոր հարևանները փորձում են ինչ-որ մի ձևով պատրաստվեն, հասկանալի է, որ նաև եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ շատ այլ գերտերություններ որոշ չափով տեղյակ էին այս հնարավոր զարգացումների մասին, պարզապես միգուցե հայտնի չէր կոնկրետ ժամը, վայրը եւ ձևը, ոնց դա տեղի ունեցավ։ Նույն այդ թեժ փուլում Հայաստանի ղեկավարը գնաց Թուրքիա։ Թուրքիայի նախագահի հրավերով մթնոլորտի հետ որևէ առնչություն փնտրել այստեղ, թե դա զուտ հայ-թուրքական օրակարգ է։ Դե հասկանալի է, որ նախապատրաստական փուլը սկսվել էր մինչև հունիսի 13-ը, իսկ այցը տեղի ունեցել հունիսի 20-ին եւ նաեւ հասկանալի է, որ անխուսափելիորեն տարածաշրջանային մերձավոր արևելքի խնդիրները քննարկվել են, ինչպես նաև մեր խնդիրները, բայց մյուս կողմից նաև այդ մթնոլորտը տարբեր ձևով անդրադառնում, որովհետև այդ հանդիպմանը ներկա նաև Թուրքիայի արտգործնախարարը 2 օր հետո նաև ստորագրել էր հայտնի Ստամբուլյան հռչակագիրը իսլամական կոնֆերանս կազմակերպություն, որտեղ որ կային հայտնի այդ տեղահարչակ դրույթները։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այո, Թուրքիան փորձում է ինչ-որ մի ձևով հայ-թուրքական գործընթացի պահով ուշադրություն դարձնել եւ տարածաշրջանային կտրվածքով դա համարել կարևոր խնդիր, բայց կան ոնց որ լուրջ կամ հիմնական առաջնահերթությունները, որոնցից որ Թուրքիան չի ուզում հրաժարվել։ Այսինքն իրականությունը այդ առաջնահերթությունների տակ է, ոչ թե իրական քաղաքականության մեջ իրականությունները տարբեր կարող լինեն տարբեր ժամանակաշրջանում, բայց եւ մենք դա տեսնում ենք, այսինքն նույն ասենք բավականին համոզված եմ անկեղծ եւ կոշտ խոսակցությունը տեղի ունեցել Ստամբուլում հունիսի 20-ին, բայց նաև հունիսի 22-ին նմանատիպ հաստատուղթ է ընդունվում։ Շնորհակալություն, Որեկա։ Այսքանը։ Սերգեյ Մինասյան, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ,